Տիկին Պալյան մի քանի ժամ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Գյումրիում երկու դաշինքներից կան ձերբակալվածներ, խոսքը Մայր Հայաստանի եւ մեր քաղաքը դաշինքի մասին է, ընտրակաշառքի կասկածանքով։ Ձեր մեկնաբանությունն այս մասին։ Այո, ես էլ ծանոթացա ձայնագրությանը եւ խիստ մտահոգված եմ, որովհետեւ այդ ձայնագրությունը լսելուց հետո ես ինքս ինձ համար գոնե նորից վերահաստատեցի, որ ընտրապայքարի մեջ հայտնված մարդիկ ժողովրդավարության դեմ ոտնձգություններ են կատարում, որովհետեւ փորձել քաղաքացու ձայնը գնել ընտրակաշառքով կամ սպառնալիքներով, դա ուղիղ հարված է ժողովրդավարությանը, որի հիմքերն ու ամրապնդումը մենք սկսել ենք 2018-ից ի վեր մինչև օրս եւ որևէ ընտրություն չի եղել, որ իշխանություններին ընտրություններից հետո մեղադրեն նմանատիպ արատավոր բարքերի մեջ, ու այո, դա մեր իշխանության ձեռքբերումն է։ Ես ինքս խիստ դատապարտում եմ եւ իրավական համակարգի տիրույթում է բնականաբար այս գործը, խնդրում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն լրջությամբ վերաբերվեն, որպեսզի այդ արատավոր քայլերը կատարող անձինք անպայման պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ ու բացի դրանից պիտի իրենք արժանանան հասարակական պարսավանքի, որովհետեւ բացի իրավական գնահատականից ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ նմանատիպ խայտառակ քայլերին տրվի նաև քաղաքացու կողմից գնահատական, ու ես կարծում եմ, որ մարտի 30-ին ընդամենը օրեր անց այդ գնահատականը տրվելու է, որովհետև գյումրեցին չի վաճառվում, գյումրեցու ձայնը չի վաճառվում եւ գյումրեցի երեխաների ապագան չի վաճառվում։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել, հորդորել, որովհետև տվյալ ձայնագրության մեջ քաղաքացին ասում էր կընտրեմ այն մարդուն, ով գումար կտա եւ ճիշտն ասած դա ինձ շատ մտահոգեց։ Մենք պիտի գիտակցենք յուրաքանչյուրս, որ եթե նման կերպ ենք մոտենում ընտրությանը, նման լուրջ քաղաքական process-ին, մեր երեխաների ապագային նման անտարբերությամբ եւ անդրջությամբ ենք վերաբերվում, ապա պիտի գիտակցենք, որ այդ քաղաքում ապրելու են մեր երեխաները, մեծանալու են մեր երեխաները եւ եթե չենք ուզում, որ նրանք այնպիսի ապագա ունենան, որտեղ ամեն ինչ մութ եւ սև կլինի, ապա պիտի նման բան երբեք չանենք։ Կոնկրետ Մարտուն Գրիգորյանի հետ կապված, ճիշտն ասած, Գյումրիից Երևան ճանապարհին ծանոթացա, որ ինչ-որ ժողովրդակալվածներ կան, բայց այդ ամբողջը իրավական հարթության տիրույթում է, այնպես որ իմ ասելիքը, իմ գնահատականը միայն քաղաքական կլինի։ Ես քիչ առաջ զրուցում էի ընդդիմադիր падգամավորների հետ, նրանք նախ չեն հավատում այդ ձայնագրությանը եւ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությանը, եւ նաեւ միևնույն ժամանակ օրինակ Գեգամ Մանուկյանը մեղադրում է օրինակ Սարիկ Մինասյանին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ։ Տեսեք, ընդդիմությունը շատ բաների մեջ է մեզ մեղադրում, բնականաբար անհիմն, ես առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, ինչն է վարչական ռեսուրս, հա, ինչ է նշանակում Սարիկ Մինասյանը վարչական ռեսուրս է կիրառում։ Մեղադրում են մեզ, որ Սարիկ Մինասյանը անընդհատ մշտական կապի մեջ է գյումրեցիների հետ, լսում է նրանց հոգսերը, դա անվանում են վարչական ռեսուրս։ Հիմա ես ուզում եմ հարց տալ իրենց, դա է վարչական ռեսուրսը, այսինքն եթե համայնքապետի պաշտոնակատարը իր պարտականություններն է կատարում է այն ամենը, ինչ 30 տարի շարունակ չի կատարվել։ Գյումրիում հասարակ փողոցներում լույս չի եղել։ Երեք մենք անի թաղամասում հանրահավաք անցկացրեցինք եւ բնակիչները յուրաքանչյուրը հատ-հատ մոտենում եւ շնորհակալություն էին հայտնում մեր տեխնացուին, մեր քաղաքական թիմին, միայն նրա համար, որ իրենց բակը եւ թաղը լուսավորված է։ Պատկերացնում եք ինչ փոքր հարցեր լուծված չեն եղել։ Հիմա դա կատարում ենք մեր աշխատանքով, դա ապացուցում ենք, որ Գյումրեցու կողքին ենք, Սարի պես կանգնած ենք Գյումրու թիկունքին, մեզ մեղադրում են վարչական ռեսուրս կիրառելու մեջ։ Եվ ձեր հաջորդ հարցին, որ չեն հավատում հակակոռուպցիոնի տարածած տեսագրությանը, ձայնագրությանը, ես մի բան կասեմ, հա, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսել է նախկին իշխանությունների գործելավոճը, ձեռագիրը եւ եթե մենք հայտարարում ենք, եթե մենք ֆիքսում ենք, որ Գյումրու թիմ ընտրություններում ընտրապայքարի մեջ մտած են հենց նախկինների տեղային լոկալ արբանյակները, ապա մենք գիտենք, որ դա բացարձակապես համապատասխանում է եւ եթե մինչեւ այս բանը ապացուցված չէ, գոնե իրականությանը մոտ է։ Այսինքն այդ ձեռագիրը Գյումրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսել է, մնացած իրավական հարթության տիրույթում է
հուսամ ամեն ինչ կպարզվի։ Գեգամ Մանուկյանը նաև կարծիք հայտնեց, որ իրենց համար սպասելի էր, որովհետև իշխանությունները զգում են, որ Գյումրիում պարտվելու են եւ հիմա իրավական այս տեսակ մեթոդներ են կիրառում, որպեսզի իբրև թե ընդդիմադիր տեխնացուներին լրացնեն։ Իշխանությունները Գյումրիում չեն պարտվելու, որովհետև իշխանությունները վայելում են գյումրեցիների վստահությունն ու սերը։ Դա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, որպես քարոզարշավի մասնակից անձ ու գյումրեցի։ Տեսնել է պետք, թե ինչ հարգանք ու վստահություն է վայելում մեր Սարիկը, պարոն Սարիկ Մինասյանը քաղաքացիների կողմից։ Ամեն օր մենք շրջում ենք քաղաքում եւ զգում ենք, տեսնում ենք, դա էլի ասելով չի։ Իսկ նաև դրա մասին խոսում են կատարված հարցումները, ըստ որի Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն բացարձակ առաջատար է։ Եվ հաշվի առնելով վերջին օրին նաև Վարդան Ղուկասյանի հետ կապված այդ հայհոյանքներով ձայնագրությունը, որ համացանցում հայտնվեց, այսօրվա հայտարարությունը, ձայնագրությունները, կարող ենք ասել, որ ընդդիմադիր տեխնացուներն են անհանգստացած եւ քանի որ իրենք սովոր են հին բարքերով ինչ որ բաներ անելու, այդ հին բարքերը փորձում են կիրառել այս ընտրություններին։ Իրանք որ անհանգիստ են, դա փաստ է, բայց նաև իրենց այրան մեջ է այդ ամեն ինչը, այդ ձեռագիրը իրենց այրան մեջ է, որովհետեւ հնարավոր չի տարիներ շարունակ ապրել մի կյանքով եւ ինչ որ պահի փոխվել։ Այդ մարդիկ սովոր են ապրել այդ ուղիով, այդ ճանապարհով եւ դա իրենց համար նորմալ է։ Վարդան Ղուկասյանը նույն ինքը Վարդանիկը երեք տեսակ այդ ձայնագրության մեջ, հետո արդեն իր ելույթի ժամանակ շատ հպարտ դեմքով հայտարարեց, որ ել ինչ Գյումրի համայնքապետ եթե չի հայոյում, ես ուղղակի նողկան կապրեցի եւ միայն մի բան կարող եմ ասել։ Մարտի 30-ին Գյումրեցին այդ նույն հայոյանքները կդաջի իր ճակատին քվեի տեսքով, հայ իր վստահության քվեն տալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Վարդանիկին եւ իր նմաններին կուղարկի համապատասխան վայրեր եւ այդ հայոյանքները, որը ինքն էր հնչեցնում գյումրեցիների հասցեին, սպառնալիքների տեսքով նաեւ կդաջի գյումրեցին հենց ինքը իր ձեռքով կդաջի Վարդան Ղուկասյանի ճակատին, որը ինչ քիմիական նյութ էլ օգտագործի չի կարողանա ջնջել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1